քիչ առաջ ազգային ժողովում Նիկոլը ճեպազրույց է ունեցել, ասել է սահմանադրությունը փոխում ենք եւ այնտեղից պիտի հանենք անկախության հռչակագրի հղումը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է դավաճանություն կզալ Ադրբեջանի առաջ, որովհետեւ անկախության հռչակագրում ինչ է գրած Արցախի մասին։ Ասում է ճանաչելով 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։ Անկախության հռչակագրում չի ասված, ընդհանրենք ասենք, ինչ որ բան կապված Արցախի ինքնորոշման կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Անկախության հռչակագրում ասվում է, որ մենք ճանաչում ենք 39 ենք 59 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից։ Հիմա, եթե մենք սահմանությունը փոխում ենք, կարող է փոզմիշանել նոր փոփոխությունը կարող է ունենալ հետևանք։ Դեկտեմբերի 1-ը մնալու է որպես դեկտեմբերի 1, հասկանում եք։ Ասենք այս սահմանադրությունում չկա բանը հաղումը դեկտեմբերի 1-ին։ Հռչակագրին հետևաբար չկա հաղումը դեկտեմբերի 1-ին։ Առավելևս դեկտեմբերի 1-ը մնում է։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ չի հասկանում։ Ինքը մինչև հիմա Ադրբեջանը փորձում արդեն Ադրբեջանին էլ ֆռռացնի։ Մինչդեռ մենք պիտի ասենք այնտեղներ, այս հարգելի Ադրբեջան, մենք ունենք դեկտեմբերի 1-ի որոշում, որից չենք հրաժարվելու։ Այս սահմանության փոփոխությամբ դրանով չենք էլ հրաժարվելու։ Հասկանում եք։ Եվ իրավունք չունենք հրաժարվելու։ Ոնց մենք կարանք հրաժարվենք, եթե դեկտեմբերի 1-ի նրա մասին է, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվում է եւ ուզում է միանալ Հայաստանին։ Մենք ոնց կարանք հիմա ինչ ձևի փոխենք սահմանությունը, որ ասենք էլ չկա Ղարաբաղի որոշում։ Ղարաբաղի ժողովուրդ կներեք։ Այս հիմար բաներ են, ավելին նույն հռչակագրի այնտեղ կարծեմ 9-րդ կետով մենք ասում ենք, որ մեր պետության բնականon գործունեության նպատակն է ցեղասպանության ճանաչումը։ Հասկանում եք։ Այսինքն ինչ մենք չենք ուզում, հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է ցեղասպանություն չի եղել Թուրքիայում։ Եվ կարծեմ սա ավելի կարևոր է, քան թե հռչակագրի նախաբանում է հիշատակվում Արցախը։ Իսկ հռչակագրի կետերից եւ եթե հիշողությունը չի դառնում 9-րդ կետը ցեղասպանության մասն։ Այսինքն մենք հրաժարվում ենք դրանից։ 40 պետություն ճանաչել է։ Նայեք, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա։ Խոշոր պետություններից միակ պետությունը, որ չի ճանաչել, դա Անգլիան է, Մեծ Բրիտանիան ավելի ճիշտ։ Այսինքն մենք հիմա ինչ ենք ասում, մենք հիմա ասում ենք Լեհաստան, Իտալիա, ԱՄՆ իզուր ճանաչեցիք ցեղասպանությունը։ Սա ավանտյուրիստական անտրամտեսիկ տրամաբանությունը անգամ չկա։ Լավ, մի րոպե պատկերացնենք Նիկոլ Փաշինյանը դավաճան է, իմ կարծիքով դավաճան չէ, նա ադրբեջանցի է։ Նա դարել է այս ընթացքում ադրբեջանցի, հա։ Հիմա նայեք, ասենք լավ, մի րոպե պատկերացնենք բոլորս միանում ենք Նիկոլ Փաշինյանին։ Մենք ինչ խնդիր ենք լուծում հրաժարվելու հռչակագրից, հրաժարվելու ցեղասպանությունից, այսինքն չի եղել։ Չի եղել է, որ 1995 թվականին Ռուսաստանի պետական դուման ճանաչել է ցեղասպանությունը։ Չի եղել է դա։ Էդի ոնց մենք կարանք շղթենք, ասիկը ինչով։ Սա էս էլ հերթական ձևով իրենք ուզում են խաբեն Թուրքիային։ Ինչի համար։ Որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան սա հասկանալու են կամ հասկանում են։ Իրենք հիմա սա հասկանում են, ասում են թող ճանաչեն, հետո ասել են չէ, խնդիրը շարունակվում է։ Նոր բաներ։ Հնարավոր չի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կանգնել մի կետի վրա, ասել վերջ, ստեղ կանգնանք, ել նրանք մեզից բան չեն ուզում։ Հասկանում ես։ Դե հիմա այդպես կետ գոյություն չունի։ Նրանց ուզելիքը շատ է։ Միջանցքը կա։ Ինքը հիմա ստից խաչմերուկա խոսում է բոլորը զիջելու է կոմունիկացիաները։ Նրանք խնդիրներ են մեզ կտրելու Իրանից։ Հասկանում եք, այս կան գեոպոլիտիկ տարբեր խնդիրներ են։ Նրանք խնդիրներ են մեզ կտրելու Ռուսաստանից դարձնելու իրենց վասալը։ Հասկանում եք։ Այս Նիկոլ Փաշինյանն էլ ոչ թե ստրատեգիական հարցալուծում, ասես օրեցօր էլի, որովհետև ինքը ասում է, տեսեք ձեր համար օրինակ որ մի վարչապետը կաներ, որ ցեղասպանությունից ճանաչում եք։ Ուրեմն իմացեք, ես ձեր տղան եմ։ Հանկարծ վաղը, որ իմ տեղը մեկ ուրիշին կնշանակեք, ինչ չմոռանաք։ Հասկանում եք։ Սա հասարակ բան է, որ ժողովուրդը պիտի հասկանա։